Այժմի նորությունները ներկայացնում հորիզոն լրատվական հունիսի 26-ն է 5-շաբթի։ Սրբազան պայքարշարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Դատախազի կողմից նաև որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Իր հերթին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ իր մտահոգություն հայտնելով Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ իր համախոհների նկատմամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների եւ նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Խորհուրդը նաև դատապարտել այս գործընթացը եկեղեցու հետ կապակցելու փորձերը։ Հիշեցնենք, երեկ առավոտյան քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի ընդդիմադիր սրբազան պայքարշարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Երեկոյան մեկ այլ հաղորդագրությամբ քննչական կոմիտեն հայտնել էր, որ խմբի ղեկավարների մասնակիցների բնակարաններում խոզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ եւ իրեր։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանի նկատմամբ հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանի երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար, հայտնում է դատախազությունը։ Բացահայտվել է Հայաստանի անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ կանխվել այդ պլանի իրագործումը։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետը Փաշինյանը այդ ամենի համար շնորհակալություն հայտնել իրավապահ մարմինների ներկայացուցիչների մինչ օրակարգային հարցերի քննարկման անցնելը, խոսել է նաեւ տնտեսական ցուցանիշներից։ Ուզում եմ մի հարցի վրա մեր ուշադրությունը հրավիրել, որտեղ երեք հանրային քննարկումներում սոցիալական ցանցերում մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց, այդ շեշտադրումը հետևյալն էր, օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27-ը նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել եւ ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի ձևակերպումը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի։ Այսքանը երեկվա իրադարձությունների հետ կապված, մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը ուզում եմ նաև ընդգծել, որը կարևոր է, որ մայիսին մենք տնտեսական բավականին լավ ցուցանիշներ ենք արձանագրել, ինչը կարևոր է իմ նախնական դիտարկմամբ հետևյալով, որ կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների շնորհիվ, իհարկե նաև մեր գործարար համայնքի եւ տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում, արագ արձագանքելու իրադրությունների եւ դրանց փոփոխությանը, ինչը իմ կարծիքով ամենակարևոր արձանագրումը կարող է լինել, եթե իհարկե հետազոտական մակարդակում կարողանանք վերահաստատել, որ այս ընկալումը ճիշտ է։ Հայաստանի կառավարությունը սկսում է Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը ստանձնելու գործընթաց։
Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Փաշինյանը եւ հավելել, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի կառավարումը եւ հետագա գործընթացների իրականացումը պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ հայտնել է, որ կառավարությունն արդեն իսկ նախապատրաստել է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունները։ Նշենք նաեւ, որ կառավարությունն առաջարկել է ազգային ժողովին հուլիսի 1-ին գումարել արտահերթ նստաշրջան կառավարության նախաձեռնությամբ սահմանված օրակարգով որոշման նախագիծը հիմնավորվում է մի շարք հրատապ եւ չքննարկված օրինագծերի համաձայնագրերի անհրաժեշտ քննարկմամբ։ Հայաստանը քննարկումներ է անցկացնում Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված Ստամբուլի հռչակագրում եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ այդ երկրների մի մասը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների ճեպազրույցում հայտնել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից նման նախաձեռնությունները կառուցողականորեն չեն ազդում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վրա։ 12-օրյա ռազմական գործողությունների ավարտից հետո Միացյալ Նահանգների եւ Իրանի պաշտոնյաները պատրաստվում են հանդիպել։ Այս մասին անձամբ է ասել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրանից առաջ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հատուկ բանակնացն էր հայտարարել, որ Իրանի հետ բանակցությունները խոստումնալից են։ Այս թեմաների մասին տեսանյութում։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին այս օրերին ամենամեծ ուշադրության կենտրոնում հայտնված իրանցի գործիչներից էր, որը նաև Իսրայելի թիրախում էր։ Եվ BBC-ն հատուկ անդրադարձ է արել նրան նշելով, որ գուցե առաջնորդը որոշի օգտվել հրադադարի պայմաններից եւ դուրս գա բունկերից, որտեղ գտնվում էր այս օրերին։ BBC-ն նաև նշել է, որ այդուհանդերձ նա պետք է զգուշավորություն ցուցաբերի։ Չնայած ըստ տեղեկությունների Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսրայելին չթիրախավորել նրան, բայց Իսրայելը չի բացառում նման հնարավորությունը։ Այդուհանդերձ լրատվամիջոցը նշում է, որ երբ Այաթոլլան հրապարակային նորից լինի հեռուստաէկրաններին, գուցե խոսի Իրանի հաղթանակի մասին, սակայն այլ իրականություն կտեսնի։ Եվ այստեղ, ըստ հրապարակման, ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Իրանի օդային տարածքը եւ հարվածել երկրի ենթակառուցվածքներին։ Ինչ հետևանքներ են գրանցվել։ Իրանը հայտարարում է, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնաս են կրել։ Այդ մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը։ Այն, որ վնասները լուրջ են եղել, հայտնել էր նաև Միացյալ Նահանգների նախագահը, սակայն արևմտյան լրատվամիջոցները հղում անելով ամերիկյան ռազմական հետախուզությանը նշել են, որ Միացյալ Նահանգների կողմից իրանական 3 օբյեկտների վրա հարվածները չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, այլ միայն դրանք հետ են գցել մի քանի ամսով։ Սակայն Սպիտակ տունը ամբողջովին սխալ է համարել այս տվյալները։ Անկախ այդ հակասական տեղեկություններից, հենց այս պայմաններում Միացյալ Նահանգների եւ Իրանի պաշտոնյաները պատրաստվում են հանդիպել մյուս շաբաթ։ Այս մասին անձամբ տեղեկացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա այդ մասին խոսել է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Թրամփը ասել է, թե իրենք հանդիպման ժամանակ խնդրելու են այն, ինչ նախկինում։ Իրենք չեն ուզում միջուկային զենք։ Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ չի բանակցի Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակումները, բայց այս շաբաթ հնարավոր եղավ հասնել հրադադարի։ Այս ընթացքում Իրանը իրականում գրեթե չի դադարեցրել հաղորդակցությունը տարբեր երկրների հետ։ Դրանք շարունակվել են թե ուղիղ, թե միջնորդների միջոցով, նշել է Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգների նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները խոստումնալից են եւ Վաշինգտոնը հույս ունի երկարաժամկետ խաղաղության պայմանագիր կնքել։ Կրիստինա Ալագուլյան, Հորիզոն։ Միացյալ Նահանգները անվտանգության նկատառումներից ելնելով լիովին կամ մասնակի դադարեցնում է որոշ երկրների քաղաքացիների մուտքի վիզայի տրամադրումը եւ արգելում նրանց մուտքը երկիր։ Այս մասին է տեղեկացնում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։ Գրառման մեջ մասնավորապես ասված է, որ օտարերկրյա քաղաքացիների մուտքը սահմանափակվում է երկիրը օտարերկրյա ահաբեկիչներից, ինչպես նաեւ ազգային ու հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգներից պաշտպանելու համար։ Բացառությամբ որոշ դեպքերի լիովին սահմանափակման ենթարկվող երկրների թվում են Իրանը, Աֆղանստանը, Եմենը։ Դարձյալ որոշ բացառություններով մասնակի սահմանափակումների ենթարկվող երկրների թվում են Թուրքմենստանն ու Վենեսուելան։ Հաագայում հանդիպել են Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Զելենսկին։ Բանակցությունները տևել են ավելի քան 40 րոպե։ Ուկրաինայի նախագահը բովանդակալից է որակել Սպիտակ տան ղեկավարի զրույցը։ Ավելի ուշ Թրամփը լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Զելենսկոյը չի քննարկել հրադադարի հարցը։ Ուղղակի ցանկանում է տեղեկանալ ինչպես է նա
հիանալի հանդիպում էր, ընդգծել է Թրամփը, հավելել Ամերիկան կդիտարկի Ուկրաինային Patriot համակարգերի մատակարարման հարցը։ Միացյալ Նահանգների նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կզրուցի Ռուսաստանի նախագահի հետ։ Մինաս Ավետիսյանի հանդիպում եւ Խաչքարի մոտ որմնանկարներ եւ դրանց շրջանակները կառավարության որոշմամբ կառավարական տան նիստերի դահլիճից կտեղափոխվեն Շիրակի մարզ, Ջաջուր, Մինաս Ավետիսյանի թանգարան, ինչն էլ հնարավորություն կտա դրանք առավել արդյունավետ օգտագործել եւ ցուցադրել թանգարանային միջավայրում։ Որմնանկարների տեղափոխումը դիտարկվում է որմնանկարների անտանկ պահպանություն ապահովելու, հանրայնացնելու անհրաժեշտության տեսակետից։ Երկամսյա ժամկետում կիրականացվեն հանձնման ընդունման աշխատանքներ, հանդիպում եւ Խաչքարի մոտ որմնանկարները ջաջուրցի հանջարեղ գեղանկարիչը հեղինակել է 1973 թվականին։ Գյումրիի հայորդաց տունը գործունեության 10 տարիների ընթացքում հազարավոր սաների է գեղագիտական դաստիարակություն տվել, կարևոր ուղի հարթել արվեստում, մշակույթում ազգայինը հանրայնացնելու համար։ 19-յակի միջոցառումները հայորդաց տունը եզրափակել է տարեվերջյան համերգով, ամփոփելով նաև այս ուսումնական տարին։ Ցուցահանդեսը նվիրել ենք ժայռապատկերներին, քանի որ մեր սկսեցինք արվեստի պատմություն ուսումնասիրել, հենց առաջի թեման ժայռապատկերներն էր։ Ազգային եւ քաղաքակրթական ուղին ուսումնասիրելու արդյունքում է ծնվել մտահղացումը նման ցուցահանդեսի։ Հայորդյաց տան ցուցասրահում նկարչության եւ քանդակի դասարանների սաների աշխատանքներն էին, որոնցում նախնադարի ժայռապատկերներն էին երեխաների պատկերացմամբ։ Նկարչության եւ քանդակի բաժնում առաջին անգամ արվեստի պատմությունն են ուսումնասիրել, որն էլ մոտիվացրել է երեխաներին։ Առաջ մարդիկ շատ բանականություն չունեն եւ քանդակում նկարում էին ոչ շատ նման առարկաներ։ Այս քանդակը նախնադարյան մարդու մասին է։ Առաջ ոչ թե հիմիկվա նման պիստոլետներով էին մորթում կենտանիներին, այլ թրերով եւ դանակներով։ Հին քանդակներ են պատրաստել հին տարերի քարեր վրա, որոնք որ նկարում էին, դրանք ենք նկարել մենք։ Ժայռապատկերներից մենք եկանք 3D հաշտակ ու երեխաները այդ նույն սիմվոլները դարձրեցին քանդակներ, այն ժամանակներում քանդակներ քիչ էին եղել։ 3D մոդելավորում ստացած ժայռապատկերները թղթի վրա են, նաև ցուցահանդեսը նկարչության ու քանդակի դասարանի ավարտվող ուսումնական տարվա ամփոփումն էր։ Ծնողների, մանկավարժների եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար բացահայտում էին նաև հայորդյաց տան մյուս դասարանների սաները։ Բեմում ակնե երգչախումբն է։ Արտադպրոցական կրթությունն ապահովող հայորդյաց տունը մշակույթի տարբեր ճյուղերում է ոգեշնչել ու ազդեցիկ դեր խաղացել երեխաների կյանքում։ Այստեղ մշտապես առաջնային է նվիրումը ազգայինին, հավատքին ու հայի ինքնությանը։ Հավատարիմ մնալ հայրենական ակունքներին եւ մերժել ցանկացած բան, որը անճաշակ է։ Այս հաստատությունը շնչում է արվեստով եւ շարունակելու է իր գործունեությունը այդպես։ Այս 10 տարիներին 3000-ից ավելի սան է կրթվել կենտրոնում, ոչ միայն մշակույթի, նաև մարզական բնակավարներում։ Տարբեր տարիքային խմբերում հարյուրավոր մարզիկներ են իրենց հաջողության ուղին բռնել հենց այստեղից։ Իհարկե 10-ամյակը մեծ ժամանակաշրջան չէ, բայց մենք հասցրել ենք բազմաթիվ բնակավարներում մեծ հաջողություններ գրանցել, սկսած Եվրոպայի չեմպիոնից մինչև միջազգային հարթակներում հաղթանակներ։ Մարզվում եմ 6 տարեկանից, արդեն 13 տարի է։ Հայաստանի չեմպիոն եմ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր անցած տարի։ Պարամունքները շատ լավ է, պարտավորում ենք նոր մրցումների, հուսով ենք ավելի բարձր նվաճումների հասնելու հույս ունենք եւ քրտնաջան պարապում ենք։ Հայորդյաց տան դասական, ժողովրդական, ազգային եւ ժամանակակից բարերի դասարաններում պարարվեստի նրբությունները սովորելն ավելի է մոտիվացնում մեծ բեմերին հասնելու երազանքին։ Պարային խմբերը հասցրել են հանդես գալ ոչ միայն Հայաստանի, նաեւ միջազգային բեմերում։ Մեզ համար կազմակերպել են նաև համերգներ, միջոցառումներ, շատ հաճախ նաև կազմակերպել են համերգներ արտերկրում եւ այդ ամենի համար շատ շնորհակալ ենք։ Հայորդաց տունը բոլոր երեխաներին հնարավորություն
հաջողություն է տալիս, որ ուսումնասիրեն տարբեր մասնագիտություններ, օրինակ երգչախումբը, մենք պարում ենք։ Եթե չլիներ հայրդ տունը, ես բարի չի կա։ Գործունեության 10 տարիների հաջողությունները ողջունել գնահատել են հասարակական, մասնավոր ու պետական շատ կառույցներ։ Հայորդյաց տունը շնորհակալ է այն մարդկանցից, որոնք այս կենտրոնի կողքին են միշտ, իսկ նրանցից յուրաքանչյուրին հանձնվող շնորհակալագիրը երախտագիտության եւ բարեկամության նրբանկատ ժեստ է։ Մարինե Դերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այսքան ժամի համար ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։